Երեք սիրելի ժողովուրդ Հայաստան վերադարձան մեր 4 տղաները, գերիների մասին է խոսքը։ Հետաքրքիր է, որ հրաշքով տուն վերադարձած այս տղաների վերադարձին նույնիսկ հակասական գրառումներ նկատեցի, մարդիկ եղան նույնիսկ բողոքեցին, իբր մեր տղեկին տալիս են, դրա դիմաց ավելի շատ բան են պահանջելու։ Այստեղ մարդկային կյանքի կարևորությունը էժանանում է այնքան սիրելի ժողովուրդ այս մարդկանց մոտ, որ դրանից հետո ակամա հարց է ծագում, բա ինչ արժեքների մասին է խոսքը, եթե մարդկային կյանքն արդեն իսկ արժեք չունի, այսինքն մեզ պետք չեն այդ կյանքերը, մեզ ավելի հետաքրքիր է այն, ինչ որ պիտի դրա դիմաց, ասենք, տան։ Խոսքն այստեղ միայն տարածքային կամ չգիտեմ ինչի մասին չի, խոսքը ընդհանրական է։ Ընդհանրական, այսինքն մարդու կյանքը ինչ արժեք ունի։ Հարազատներ ուրախանում են ամբողջ ընտանիքով, ազգով, տակով, այսպես, բայց գտնվում են մարդիկ, որոնք կորցնելու այդ պահին ոչինչ չունեն, ու այս մարդկանց հասցեին արդեն սկսում են բացասական խոսել, բա լավ էս մարդիկ եկան, բա փոխարենը ինչ եք տալու, սա ինչպես մեկն արտահայտվել էր, անուններ չտանք, հա, ինչ-որ հանցավոր գործարք, թե ինչ այսպիսի մի այսպիսի մի բնութագիր էր տվել տղաների վերադարձին։ Իրականում ես շատ զբաղված եմ սիրելի ժողովուրդ, Facebook-ում ընդհանրապես շատ քիչ այսպես ժամանակ եմ ունենում նայելու այդ նորությունները։ Ինչպես գիտեք, մենք աշխատում ենք 5-րդ գրքի աշխատանքների վրա, առաջն Աստված գարնանը այն պատրաստ կլինի եւ մենք կներկայացնենք ձեզ։ Բայց ես ուզում եմ խոսել այսօր գերության մասին ընդհանրական իմաստով, այսինքն տղաները վերադարձան, իսկ մեր մտավոր ունակությունները, մեր մտավոր, մեր ինտելեկտուալ, այսպես ասած, վերլուծական կարողությունները, մեր ազգային գենետիկ հիշողությունը դեռևս մնում է գերության մեջ։ Ինչ տվեց մեզ տղաների վերադարձը, մեզ տվեց 4 փրկված կյանքեր, 4 փրկված ընտանիքներ, իսկ ամեն ընտանիք դա արդեն պետության հիմնաքարերի, այսպես ասած, այն ավազահատիկն է, եւ այդ ավազահատիկներից են հենց կառուցվում այդ քարերը, որոնք դրվում են որպես հիմնասյուներ, այսինքն առանց մարդու սիրելի ժողովուրդ, առանց գերագույն գլխավոր արժեքի, գերագույն գլխավոր արժեքը մարդու կյանքն է։ Սա նույնն է, որ եթե մենք ասենք, գիտեք ինչ, 92-93 թվականներից 94-ից ավելի շուտ զինադադարից հետո մեզ ոչինչ չտվեց այն ամենը, ինչ եղավ մինչև 94 թվականը։ Սա նույն արտահայտությունն է, սիրելի ժողովուրդ, եւ սա շատ նույնիսկ բառը չեմ գտնում ճիշտ արտահայտվելու։ Ամեն դեպքում ես ուրախ եմ, շատ ուրախ եմ տղաների համար, ընտանիքների համար, փրկված կյանքերի համար, նրանք դժոխքից են վերադարձել, սիրելի ժողովուրդ։ Նրանց պետք է դիմավորել, նրանց պետք է ժամանակ տալ վերականգնվելու։ Բայց գերության մեջ մնաց, կրկնում եմ, մեր մտավոր, այսպես ասած, վերլուծողական կարողությունները, մեր գենետիկ հիշողությունը շարունակում է մնալ գերության մեջ։ Երբևէ մեկնումեկ այս բողոքողներից, սիրելի ժողովուրդ, այս հակասական կարծիքներ հայտնողներից, հա, երբևէ որևէ մեկը չի ասում, լավ, բա ոնց անենք, որ շարունակական, այսպես գիտեք, արտահայտություն կա, չէ, արատավոր շրջան, անընդհատ 100 տարին մեկ, 50 տարին մեկ, 30 տարին մեկ, 20 տարին մեկ, արատավոր ինչ-որ շրջանի պես, արատավոր շրջանի մեջ ընկած հայոց պատմություն անընդհատ կրկնվում է, անընդհատ զոհեր, անընդհատ պաշտպանություն, անընդհատ գերիներ, անընդհատ տեղահանություն, բացեք պատմությունը եւ նայեք, հազարամյակներ առաջ, դեռևս դարեհի ժամանակներից սկսած, մեր թվարկությունից առաջ, տեղահանումներ, պարսիկներ, հետո չգիտեմ այսպես, հետո չգիտեմ արաբներ, հետո մոնղոլներ, հետո աֆղաններն եկան մտան նոր ճյուղա, հետո Շահ-Աբբասը մեր ժողովրդին տեղահանեց, այսպես, այնպես, ամբողջ պատմության ընթացքում անդադ մեր ժողովուրդը ինչ-որ տեղահանվում, ինչ-որ գաղթում է այստեղից այնտեղ, անընդհատ ինչ-որ պաշտպանվում է, անընդհատ ինչ-որ լծի տակ է, անընդհատ ինչ-որ նեղացնում են այս ժողովրդին, եւ ժողովուրդը անընդհատ պաշտպանվում է։ Հետո զոհեր, հետո գերիներ,
Հետո գերիների վերադարձ, մենք ուրախանում ենք, որ գերիները վերադարձան, հետո հաշվում ենք մեր զոհերը, հետո հերոս ասնում ենք մեր զոհերին, ասում ենք մեր զոհերը հերոսներ են, իհարկե հերոսներ են, որովհետև աշխարհիս երեսին սիրելի ժողովուրդ, ինչի համար եմ ասում գերագույն գլխավոր արժեքը մարդն է։ Պատկերացրեք դուք մեկին շատ թանկ, շատ հարազատ մարդու, ես դեռ չեմ խոսում անծանոթ մարդու մասին, ես խոսում եմ շատ թանկ, շատ հարազատ մարդու մասին։ Պատկերացրեք հարազատ ամենաթանկ մարդուն, ձեր ամենաթանկ մարդուն դուք նվեր եք ուզում անել։ Հիմա ինձ ասեք այդ նվերի գինը։ Ես չեմ խոսում արժեքի մասին, սրանք տարբեր բաներ են, գինը։ Այսինքն մտածում ենք թանկանոց, այսպես թանկ մի բան առնենք, լավ էպես սիրուն շքեղ նվեր առնենք, որովհետև շատ հարազատ մարդ է, աշխարհի երեսին գոյություն ունի մի նվեր, որը ոչ կարելի է գնել, ոչ կարելի է վաճառել։ Աշխարհի երեսին գոյություն ունի միայն մի նվեր, որը դու կարող ես տալ քեզ հարազատ մարդուն եւ նույնիսկ անծանոթ քեզ մարդուն, այն դեպքում, երբ որ դու դրանից մեկն ունես եւ այդ մեկը շնորհվել է քեզ Աստծուց, դա մարդու կյանքն է։ Դրանից առավել ինչ էլ գտնեք, ինչ էլ առնեք, ինչ էլ մոգոնեք, չգիտեմ, Եգիպտոսից կամ չգիտեմ որտեղից արաբական աշխարհից, կարևոր չի։ Գնացեք, չգիտեմ, փողոսկրից ինչ որ շքեղ մի բան, այսպես առեք, բերեք, ամեն ինչ որ կարելի է փողով առնել, սիրելի ժողովուրդ, դա նվեր չէ, դա ծախսեր են, ընդամենը ծախսեր։ Նիչեն շատ հետաքրքիր արտահայտություն ունի, ասում է ամեն բան այս աշխարհի երեսին, եթե գին ունի, անպայման արժեք չունի։ Այսինքն, եթե մի բան կարելի է փողով առնել, դրա արժեքն արդեն անչափելի է, դրա արժեքն արդեն ընկնում է։ Իսկ արժեքը, այն ինչ որ արժեքը իրանից ներկայացնում, ըստ Նիչեի, եւ ես համաձայն եմ, իհարկե ստորագրում եմ ամեն բառ, ամեն տառիտակ, այն ինչ որ արժեք է, դրան իհարկե գին չունի։ Ահա թե ինչու գերագույն գլխավոր արժեքը մարդն է։ Պատկերացրեք, մարդիկ չկան, ժողովուրդ չկա, բնակչություն չկա, հասարակություն չկա, հազարավոր քառակուսի կիլոմետրեր, այդ քառակուսի կիլոմետրերի անուն ինչ-որ պայմանական, ինչ-որ մի երկրի անուն դնենք, այն ինչ-որ մի երկիր, աշխարհի երեսին վերցնենք մի երկիր, որտեղ մարդ չի ապրում։ Ինչ պետականության մասին է խոսք, ինչ սահմանների մասին է խոսք, ինչ արժեքների մասին է խոսք, ախր մարդն է արժեք տալիս այդ տարածքին։ Մշակույթն է արժեք տալիս, մարդու կյանքը, մարդու սերունդը, մարդու գեները, մարդու դաստիարակությունն է արժեք տալիս այդ ամեն ինչը։ Եթե ցանկացած տարածքից վերցնենք մարդուն, այդ տարածքը դառնում է ընդամենը հող։ Ասենք մեզ հայերից երբևէ չի հետաքրքրել մենք հասնենք Սահարայի անապատ եւ այնտեղ ասենք որ տարածքներ գրավենք օրինակի համար, կամ նստենք նեղվենք, թե ինչու Սահարայի անապատի կեսը մերը չէ։ Ինչն է այդ պետության գերագույն գլխավոր գրավականը մարդը։ Իսկ մարդն ինքն իրենից հիշողություն է, մարդը կռվում է, մարդը պայքարում է իր հիշողությունների, իր ընտանիքի, իր գենի համար։ Հողի հետ կապված են հիշողություններ։ Երբ որ մարդն ասում է հայրենիք, մարդը նկատի չունի վաղը կամ մյուսօրը, որովհետև ինքը դրանից տեղյակ չի։ Երբ որ մարդն ասում է հայրենիք, մարդը նկատի ունի այն ամեն ինչն իրեն արդեն հայտնի այդ հայրենիքի մասին, եւ դա հիշողություններն են, դա իր անցյալն է, դա իր պապերն են, դա իր գենային, այսպես ասած, ժառանգությունն է, որն եկել է, որ իրեն պատմել են տատերը, պապերը, չգիտեմ, այսպես ամեն բան հիշողություն է։ Մարդը հիշողություններից կազմված, այսպես այդ փոքրիկ փազլներից կազմված մի այսպես կերպար է, որից եթե վերցնես հիշողություն, այդ մարդուց ոչինչ չի մնա։ Իսկ եթե մարդուց ոչինչ չմնա, չի մնա նաև պետություն, արդեն ասացի, այդ պետությունը կդառնա ընդամենը հող։ Հիմա, սիրելի ժողովուրդ, միջազգային քաղաքական, այսպես ասած, բնագավառում, ոչ միայն քաղաքական, ընդհանրապես ցանկացած բնագավառում սա օգտագործվում է, այսպիսի մի հետաքրքիր արտահայտություն կա, կոչվում է Պրոկրուստյան մահիճ։ Պրոկրուստը, եթե չեմ սխալվում, Պոսեյդոնի որդիներից մեկն էր, ըստ հունական դիցաբանության, նա սովորական ավազակ էր։ Դեպի Աթենք տանող ճանապարհին այս մարդն ընդամենը սպասում էր անցորդների, երբ որ նկատում էր անցորդներին, համոզում էր անցորդներին, որ
Երկար ճանապարհ եք եկել, հոգնած եք, մինչև Աթենք հասնելու դեռևս ժամանակ ունեք, համեցեք տուն, մի բաժակ թեյ խմեք, չգիտեմ, այսպես համոզում էր մարդկանց տանում էր իր տուն։ Ինչ էր անում Պրոկրուստը։ Զոհերին, նրանք դեռևս չգիտեն, որ իրենք զոհեր են այդ անցորդները, հա, կապում էր իր մահճակալին, մահճակալ ուներ Պրոկրուստը, այդ Պրոկրուստյան մահիճը, կապում էր մահճակալին։ Մահճակալը Պրոկրուստը կառուցել էր հենց իր համար, իր բոյի համապատասխան, իր չափերի համապատասխան։ Պրոկրուստը ցանկացած անցորդի, որին կարողանում էր իհարկե այսպես խաբեությամբ տանել իր տուն, պարկասնում էր իր անկողնում եւ եթե անկողնուց դուրս էր մնում գլուխը, կարճ էր անկողինը նրա համար, կտրում էր նրա գլուխը։ Եթե ոտքերը երկարում էին, դուրս էին գալիս անկողնուց, կտրում էր ոտքերը։ Եթե նա ավելի փոքր էր զոհը, քան անկողին, այսինքն անկողինը նրա համար մեծ էր, երկարացնում էր, քաշում էր ինչ-որ, չգիտեմ, պարաներով, այսպես տանջամահ էր անում իր զոհերին, ինչի համար, որովհետև ցանկացած անցորդի ուզում էր հարմարացնել իր մահճին։ Եթե երկար էր, պիտի կտրեր, եթե կարճ էր, պիտի քաշեր ու ձգեր, այսինքն Պրոկրուստն ըստ իր մահիճի չափանիշը համարում էր իր մահիճը, իր մահճակալը։ Պրոկրուստյան մահճակալը համարվում էր չափանիշ։ Դրանից ավելը կտրում ենք, դրանից պակասը ձգում ենք եւ երկարացնում ենք։ Եթե հազարամյակների մեր պատմությանը նայեք, սիրելի ժողովուրդ, մենք շատ ժամանակներում հենց այսպես էլ արել ենք։ Հաջողորդը մինչև այսօր էլ այդ գիտեք, սովետական միությունից մնացած փոքր ազգի կոմպլեքսով տառապող շատ սովետական երկրներում կան, միայն հայերը չեն։ Սովետական շատ երկրներում այնքան ճնշած պահեցին այդ փոքր ազգի կոմպլեքսը չեչեների մոտ, ինգուշների մոտ, օսետինների մոտ, չգիտեմ, այդ փոքր ազգի կոմպլեքսը սկսեց արտահայտվել ավելի վառ, երբ որ անկախությունից հետո արդեն երբ որ մի քիչ թևերը բացվեցին ժողովրդի, հա, հայրը սկսեցին իրենց չափանիշներին համապատասխանեցնել բոլոր նրանց, ում համարեցին հայ, այսինքն ինչ-որ մեկի անունը լսում ենք մենք հիմա, բերում ենք, պարկասնում ենք մեր մահճին, մեր չափանիշներով, յուրաքանչյուրն ունի իր մահճակալը, յուրաքանչյուրն իր չափանիշներով զոհին բերում է, պարկասնում է այդ մահճին։ Տեսնում է, չէ, ոտերը դուրս է գալիս, մահճից վերցնում կտրում, ասում է, ինչ հայ։ Մեկ էլ տեսնում է, ոտերը կարճ են, չեն հասնում անկողնուն, անկողնը նրա համար մեծ, ասում է, բա սրանից ինչ հայ, երկարացնում է։ Քաշում տանջամահ են անում, այսինքն անուններ ենք լսում, ապրել են դրսում, ապրել են Ռուսաստանում, ապրել են Պարսկաստանում, կարևոր չէ, աշխարհի ցանկացած ծայրում։ Բերում ենք, պարկասնում ենք մեր մահճին եւ սկսում ենք ոտքերը արդեն կամ ձգել, կամ պարզապես կարճացնել, կամ կտրել, չգիտեմ, հարմարացնելով մեր մահճին։ Սա դարերի ընթացքում դարեր եկեք չասենք, որովհետև անկախության կորուստն իհարկե իր դերն ուներ անպայման, բոլշևիկացնել արդեն իսկ ամեն ինչ ասում էր 18-20 թվականների մասին է խոսքը, հա։ Մենք մնացինք այդ սովետական պրոպագանդայի տակ, եկանք 70 տարի այդ պրոպագանդան աշխատեց, 1991 թվականի դեկտեմբերի 8-ին սովետական միությունը պաշտոնապես փլուզվեց, մենք անկախացանք, եկավ ժամանակը, երբ որ մենք պիտի սկսեինք կառուցել մեր նոր կրթական համակարգը։ Հիմա ինչ-որ գրառումներ են անընդհատ կիսում, սիրելի ժողովուրդ, Իսրայելի վարչապետ Գոլդա Մայերը ասել է, ու մի 1000-ով, 2000-ով, 10,000-ով կիսում են։ Ինչ են կիսում, ինչ ասել է կինն ասում է, եթե ուզում եք պետություն ունենալ, պետք է ամենաշատ վճարեք զինվորին, բժշկին, այսպես հետո պիտի շատ խիստ դատապարտեք SS մարդկանց, ովքեր այսպիսի բաներ են անում ու ասում հազարներով տարածում են, հիանալի, ինչ խելացի կին է, Իսրայելը հենց այդպես էլ արեց, ոչ, Իսրայելը այդպես չարեց։ Իսրայելը այդպես չարեց, Իսրայել որպես պետություն գոյություն չուներ իհարկե, երկրորդ աշխարհամարտից հետո գիտեք Իսրայել պետություն երբ որ կազմավորվեց եւ այստեղ մեծագույն դերը, որ հрьяաները չեն կարող դա ուրանալ եւ պարտավոր են ուղակի պարտավոր, ոչ թե պարտավոր, այլ պարտական են այդ մարդուն Առյուծի բաժինը Իսրայել պետության ստեղծման գործում ներդրեց Ստալինը։
Իհարկե Ստալինի մեծ աջակցությամբ այդ պետությունը ստեղծվեց, Ստալին այլ պլաններ ուներ, Ստալինը չէր էլ պատկերացնում ինչ պիտի լինի հետո։ Բայց Իսրայել պետության ստեղծումից 1 օր անց այդ պետության մեջ ձևավորվեց կրթական համակարգ, որը կախված չէր որևէ պետության կրթական համակարգից։ Այսինքն մերը 91 թվական սովետական միությունը փլուզվեց, սովետական միության կրթական համակարգը իներցիայով դեռևս շարունակվում էր։ Իսրայելում հասկացան, որ պետք է սերունդ կրթել։ Այս մարդիկ արդեն ապրել են այս կոտորածները, ջարդերը, սրա մասին ինչ խոսենք, այս իրականության մասին ինչ խոսենք, սիրելի ժողովուրդ, որովհետև սա շատ հակասական թեմա է, այսքան միլիոն կոտորվեցին, այսքան արեցին, սրա մասին դեռևս չենք խոսում։ Ընդհանրապես խոսում ենք այն մասին, որ հրեաները դրեցին կրթական նոր համակարգ եւ սկսեցին նոր ծնված սերունդը դաստիարակել ուղիղ այնպես, որ աշխարհից պիտի վրեժխնդիր լինենք։ Աշխարհից պիտի վրեժխնդիր լինենք։ Ուզում էին վրեժխնդիր լինել բոլորից, եվրոպացիներից, ֆրանսիացիներից, անգլիացիներից, չգիտեմ, այսպես, թեև դաշնակիցները կարելի ասել հաղթեցին ֆաշիզմին, բայց մինչև հաղթանակը եւ հրեաները սա շատ լավ գիտեին։ Ամբողջ Եվրոպան, նույն անգլիացիները, նույն ֆրանսիացիները գրեթե այսպես անվերապահորեն աջակցում էին նացիստներին, անվերապահորեն։ Անգլիացիները մեծ հույս ունեին, որ կարողանալու են Հիտլերին ուղղել դեպի սովետական միություն, Ստալինն էստեղից էր ինչ-որ հարցերով օգնում, երրորդ ռեխի ամբողջ այդ մետաղի պաշարները ստանում էին Ռուսաստանից, չհաշված գազը, ամբողջը, նավթը։ Հետո երբ որ հասկացան, որ Հիտլերը բոլորին այսպես իր շահերի համար օգտագործել է, հանկարծ այսպես դարձան դաշնակիցներ, երբ որ Հիտլերի հարցերը լուծեցին, պարզվեց, որ ոչ մեկն էլ դաշնակից չէ, ու գիտեք, սկսվեց սառը պատերազմը, բրիտանացիները ամեն ինչ արեցին, որ այդ սառը պատերազմը սկսի, եւ Թրումանը դրանից օգտվեց, հա։ Սառը պատերազմը, այսպես կարելի ասել, համարվում է ԱՄՆ եւ ԽՍՀՄ միջև սառը պատերազմ, բայց այդ պատերազմը դեռևս 45 թվականի Պոտսդամի այդ համաժողովից սկսված, երբ որ Չերչիլին 2-3 օր անց հետ կանչեցին Բրիտանիա, որովհետև պարզվեց, որ նա տանուլ է տվել ընտրությունները չի ընտրվել, հա, երբ որ ԱՄՆ-ից նոր նախագահ էր ընտրվել փոխնախագահ Հարի Տրումենը, հենց այդ օրվանից Չերչիլը ամեն ինչ անում էր սովետական միության հետ նոր պատերազմ սկսելու եւ համոզում էր Եվրոպային, որ պիտի մտնեն պատերազմի մեջ եւ ամերիկացիներին էր համոզում, ասում էր, քանի շուտ է պիտի սովետական միության հարցեր լուծենք, որովհետեւ Հիտլերը ինչ որ արել է, արդեն կիսատ, արդեն քանդված, արդեն տանջված, արդեն 100 հազարավոր միլիոնավոր զոհերով, հիմա ճիշտ ժամանակն է Ռուսաստանի վրա հարձակվելու, բայց արևմուտքը հիմնականում իհարկե Ամերիկան հասկացան, որ դրա վերջը շատ վատ է լինելու եւ ատոմային ռումբեր երբ որ գցեցին Ճապոնիայի վրա, ուղղակի սովետական միությունը հասկացավ, որ ամերիկացիները ատոմային ռումբ ունեն։ Ես չեմ ուզում ծավալվել այստեղ, հետո ինչպես սովետական միությունում արագ մի քանի տարվա մեջ ուղղակի ստեղծեցին ատոմային ռումբը եւ բալանսը վերականգնվեց, այսինքն ամերիկացիները երբ որ հասկացան, որ սովետական միությունում էլ կա ատոմային զենք, արդեն հետ քաշվեցին են նախագծից, որը մշակվել էր Պենտագոնում, սովետական միության տասնյակ քաղաքներ պիտի ատոմային ռմբահարության ենթարկվեն, Պենտագոնում այդ ամենը կա եւ մինչեւ հիմա էլ կա, սիրելի ժողովուրդ, փաստաթղթերը նկատի ունեմ, հա, այսինքն այս ամեն ինչը հորինովի չի։ Բայց հրեաները դրեցին իրենց կրթական համակարգը, հրեաները դրեցին նոր դաստիարակության սկիզբը, ինչպես սերունդը դաստիարակել, այսինքն հրեաները սկսեցին աշխատել երեխաների հետ, հրեաները սկսեցին աշխատել նորածինների հետ, հրեաները չաշխատեցին 40, 50, 20, 30 կամ 60 տարեկան մարդկանց հետ, ասելով, գիտեք ինչ, դուք այս մարդիկ արդեն իսկ վերապրել էին, այս մարդկանցից շատերը վրեժի ծառավով էին, այս մարդկանցից շատերը հիվանդ էին, շատերը հաշմանդամ էին, այսպես ուժ ֆիզիկապես, բարոյապես այսպես լքված էին այս մարդիկ, հա, երբ որ ստեղծվեց Իսրայել պետություն, այս մարդիկ հասկացան, որ պետք է սերնդի հետ աշխատել, նոր սերունդը պետք է ճիշտ դաստիարակել։ Հիմա ինչ ասել Իսրայելի վարչապետը, այսպես արեք, այնպես արեք, այնպես արեք, այնպես արեք։
Բայց ես տասնյակ անգամներ կրկնել եմ եւ հիմա նորից պիտի ասեմ, հնարավոր չէ աշխատել 40, 50, 60 կամ 20 կամ նույնիսկ 15 տարեկան մարդկանց հետ այդ տարիքում հնարավոր չէ։ Այս մարդիկ արդեն ձևավորվել են, այս մարդիկ արդեն անցել են դաստիարակություն, մանկապարտեզ, դպրոց եւ անցել են ոչ այն համակարգով, որը պիտի դրվեր 91 թվականի դեկտեմբերի 8-ին։ Հնարավոր չէ 40 տարեկան մարդուն վերադաստիարակել, նրան կարելի է ընդամենը, չգիտեմ, պատժել, ծեծել, ջարդել, սպանել, չգիտեմ, դատել, այսպես, բայց եթե այդպես նայենք ամբողջ ժողովուրդ այսօր բաժանված է 100 կտորների։ Ամեն 10-20 հոգին 20-30 ասենք մարդ հավաքվել են, մի հատ կուսակցություն են ստեղծել 50 հոգի կամ 100 հոգի կարևոր չի, ամեն մեկ իր ազգով, իր տակով կամ ինչ-որ համակիրներ այստեղից այնտեղից 120 կուսակցություններ։ Հիմա այս 120 կուսակցությունները 100 են, 120 են կարևորել չի, թիվը Իսպանիան ես չգիտեմ, Հայաստանում քանի կուսակցություններ են պաշտոնապես գրանցված, բայց եկեք բաժանենք խմբեր այս կուսակցությունները եւ տեսնենք ինչ են ուզում այս կուսակցությունները։ Եթե դուք այդ 100 կուսակցություններին առաջնորդներին հերթով հարցնեք, ասեք ինչ է ուզածդ, պարոն։ Այդ կուսակցություններին բոլորին ախտիր, ինչ անուններ գիտեք, ինչ կուսակցությունների անուններ գիտեք, բոլորին ախտիր, առաջնորդներին կանչեք, ընդհանրենք 100 հոգի մարդ, 100 կուսակցությունների առաջնորդներ 100-ին էլ կանգնեցրեք եւ հարցրեք, ասեք ինչ ես ուզում մարդ։ Ես ձեզ վստահաբար եմ ասում 100-ն էլ նույն պատասխանը կտան, նույն պատասխանը, կասեն մենք ուզում ենք ազատ, անկախ Հայաստան, նույն պատասխանը կտան։ Այսպիսի պատասխան ժամանակին տալիս էին հնչակները, դաշնակները, բոլորը միասին նույն բանն էին ասում։ Հետո Լեռկամսարը հետաքրիր մի միտք ունի, Լեռկամսարի մտքի զորությունը դուք գիտեք իհարկե, հա, սարկազմը նրա այսպես ասած տաղանդավոր հռչակավոր, ես կասեի սարկազմը, Լեռկամսարն ասում էր, ես չեմ հասկանում, նույն բանը ասելու համար, ինչի համար են 3 կամ 4 կուսակցությունները, 3 կամ 4, դաշնակները նույն բան են ասում, հնչակները նույն բան են ասում, հարցնում են, ասում են, պարոնայք ինչ եք ուզում, ասում են ազատ, անկախ Հայաստան։ Ասում են, հասկացանք, եթե դուք երկուստ էլ նույն բանն եք ուզում, բա ինչու եք դուք իրար դեմ։ Լավ ինչն է ձեզ խանգարում, եթե դուք նույն բանն եք ուզում։ Վերջին հաշվով նույն բանն եք ուզում, ասում եք ճանապարհներ, ասում ինչ ճանապարհներ։ Այս մարդը գնաց սպարսիկների հետ համագործակցության, այս մարդը գնաց Օսմանյան թուրքերի հետ համագործակցության, միտեղ հայերը օգնեցին Պարսկաստանում հեղափոխություն անելու, Եփրեմ խանի մասին դուք գիտեք, կարող եք կարդալ մեր 3-րդ ճանապարհը դեպի գրքում։ Երիտ թուրքերի կառավարության ժամանակ էլի մերոնք օգնեցին երիտ թուրքերին Սուլթան Համիդի դեմ, այսպես ասած, պայքարում, մտածելով, որ երիտ թուրքերը, գիտեք, այսպես մի քիչ ոնց որ ուրիշ են, մի քիչ կարելի է հետները խոսել դեմոկրատներ են։ Այստեղ ես միշտ հիշում եմ մեր պատմության մեջ շատ քիչ հայտնի մարդկանցից մեկին, որի անունը լսելիս մեր ժողովուրդը առաջին արձագանքի, այսպես ասած, առաջին արձագանքը այդ մարդու մասին լսելիս անպայման հայհոյում է այս մարդուն։ Քանի անգամ տեսել եմ սոցցանցերում այս մարդկանց մասին, բայց սոցցանցերում այս մարդիկ շատ-շատերը ներողություն եմ խնդրում առանց ակնարկի, ամենայն հարգանքով, առանց որևէ մեկի ես նկատի չունեմ, ինչ-որ մեկին այսպես ակնարկ չկա եւ դրա բարոյական իրավունքն չունեմ, մարդիկ թող խոսեն, սա մոնոպոլիա չի, բայց երբ որ խոսում եք մարդկանց մասին, դուք ինքներդ ձեզ հարց տվեք, ինչ նպատակով ես խոսում ես մարդու մասին։ Հիմա ինձ հարցնում են, ասում են, պարոն Մանվելյան, 4 գրքեր ես գրել, 4 գրքեր, խնդրեմ։ 4 գրքեր, այս 4 գրքերում առնվազն 100, 120, չգիտեմ, 130 մարդկանց մասին, հիմա 5-րդն ես գրում, ասենք, գտնում ես հայրին ամբողջ աշխարհից, որոնց անունները չենք լսել, չէինք ճանաչում, չգիտենք, բերում ես նպատակը ո՞րն է։ Ո՞րն է նպատակը, քո անձնական նպատակը, եթե դու սոցցանցերից սկսենք, եթե դու սոցցանցերում խոսում ես այս մարդկանց մասին, կոնկրետ Հակոբ Մարթյանի մասին, ու հիմա ես կասեմ, թե Հակոբ Մարթյանի մասին դու կարող եք կարդալ 3-րդ գրքում, ճանապարհ դեպի գրքում, նպատակը ո՞րն է։ Այդ անտեր մնացած ինչ են ասում, այդ լայքեր, ինչեր, հա, չգիտեմ, ինչ ես ուզում։ Ուզում ես, որ մի 10,000 հոգի մարդ ասի, վայ, թուրքական այբուբեն է, սա թուրքական այբուբեն էր, այո, բայց Հակոբ Մարթյանը նոր լեզու չի ստեղծել, Հակոբ Մարթյանը արաբական տառերը փոխարինել լատինական տառերով, լատինական տառերից Հակոբ Մարթյանը ստացել է նոր այբուբեն, այսինքն ոչ թե նոր լեզու է ստեղծել, ինչպես Մեսրոպ Մաշտոցը,
Պարզապես ստացել է թուրքական ժամանակակից Թուրքիայի այբուբենը, սա եղել է Աթաթուրքի հրամանով։ Խոսում են ու նայում ես Հակոբ Մարտանի դե հայի տականքն ուրիշ է, միանգամից Ռափայել Պատկանյան այսպես նժդեհեն մեջ բերում, նժդեհն ասել այսպես հայի տականք ուրիշ է։ Հարցնում ես, ասում ես հոդված գրող եւ հոդված կարդացող, պարոն այդ տագետներ, պարոն այդ տագետներ, եթե մեկը խնդիր կունենաք, զանգեք, իմ հեռախոսը համար ամբողջ Facebook-ում կա, ոչ միայն Facebook-ում։ YouTube-յանի մալիքում էստեղ այնտեղ որտեղ ասեք իմ համարը կամ մտեք էջս եւ կտեսնեք, զանգեք իմ համարին, մենք կզրուցենք, ես ձեզ կբացատրեմ, դե դուք ինչու եք տագետ։ Նախ հոդված դնողը պիտի հասկանա ինչի համար է խոսում այս մարդու մասին եւ գոնե 4-5 վերլուծողական խոսք պիտի դնի, ինչի համար է սա անում։ Դրա համար սիրելի ժողովուրդ 4-ը գրքերն էլ եւ ահա 5-րդը ճանապարհն, ինչպես ասացի, սկսվում են հեղինակի խոսքով եւ վերջանում են հեղինակի խոսքով։ Սա ուղղություն տալու համար է ընթերցողին, թե ինչի համար է այս ամենի նպատակը։ Ինչ եք ուզում ասել սրանով, որ Հակոբ Մարտանը սրիկա էր, թե որ դուք այնքան ուժեղ եք, որ ճանաչում եք Հակոբ Մարտանին։ Հակոբ Մարտանին արդեն շատերն են ճանաչում։ Չգիտեմ, չեմ կարող ասել, բայց դեռևս տարիներ առաջ էր, որ ես այդ մարդու մասին սկսեցի խոսել, շատ քիչ մարդիկ էին խոսում, չգիտեմ, շատ քիչ մարդիկ։ Ընդհանրապես ում անուններն այսօր կլսվեք, այս տենդենսը սկսվեց մի 3-4 տարի առաջ էր, որ ես կամաց սկսեցի այս մարդկանց անունները վերհանել։ Ես չեմ ասում, չգիտեին, չէին ճանաչում, բայց չէր խոսվում նրանց մասին։ Կոնկրետ Հակոբ Մարտանի օրինակը բերելով ես նպատակի մասին պիտի խոսեմ եւ պիտի հասկանանք ինչու հայ ժողովուրդը իր գենետիկ ֆոնդը, իր գենետիկան հարմարացնում է իր սեփական մահճին, այսինքն Հակոբ Մարտանին բերեք կապենք մեր անկողնուն, ինչպես Պրոկրուստը։ Տեսնենք Հակոբ Մարտանը կարճ մարդ էր, թե երկար մարդ էր։ Եթե կարճ մարդ էր, ոտքերը քաշենք, ձգենք այսպես պարանով, մինչև հասնի անկողնուն։ Տանջամա անենք այդ մարդուն, մինչև հասնի անկողնուն, դառնա անկողնու չափով։ Եթե հանկարծ երկար էր Հակոբ Մարտանը անկողնուց, բերեք կտրենք ոտքերը։ Վերջապես մեր ինչին է պետք Հակոբ Մարտան։ Հակոբ Մարտանը պիտի լինի մեր մաճակալի չափերով, եթե չէ, կտրեք կամ էլ քաշեք, երկարացրեք, ինչպես Պրոկրուստն էր անում։ Հակոբ Մարտանը եւ Մուստաֆա Քեմալը, որն այն ժամանակ Աթաթուրք չէր, իհարկե արաբական, եթե չեմ սխալվում, արաբական աշխարհում, այո, եթե չեմ սխալվում, Եգիպտոսի ռազմաճակատի հրամանատարն էր Մուստաֆա Քեմալը, սա առաջին աշխարհամարտի մասին է խոսքը, ծանոթ էին դեռևս այն ժամանակներից, երբ որ Հակոբ Մարտանը ծառայում էր այնտեղ որպես զինվոր։ Անգլիացի գերիներից է սկսվում այս ամեն ինչ, անգլիացի գերիները սկսում են բողոքել, բունտ են անում, գոռում են այսպես ճամբարով մեկ, հա, այդ գերիների ճամբարում գոռում են, թուրքերն ինչ հասկանան, ինչ են խոսում այս մարդիկ, անգլերեն ինչ որ հայհոյում են, գոռում են, բունտ են անում, ասում են, ինչ են խոսում այս մարդիկ։ Զինվորների մեջ միայն մի հոգի մարդ է լինում, որ հասկանում է այդ լեզուն։ Պտտում են, Մուստաֆա Քեմալն ասում է, ինչ են ուզում այս մարդիկ, չեմ հասկանում, ինչ են ուզում։ Մի 2-3 բառ հասկանում ենք, բայց ընդհանրապես չենք հասկանում, ինչ են ուզում սրանք։ Ու Մուստաֆա Քեմալի տեղականներից մեկն ասում է, գիտես, այստեղ մի զինվոր կա, հայ տղա է։ Այս զինվորը 7 լեզու գիտի։ Մուստաֆա Քեմալն ասում է, ոնց կարող է զինվորը 18-19 տարեկան զինվորը 7 լեզու գիտի։ Ասում այո, 7 լեզու գիտի։ Ասում է, բերեք, բերում են երիտասարդ, տակամեն երիտասարդ, այսպես տղային հարցնում է, ասում է, դու այսքան լեզու գիտես, ասում է, այո, իհարկե գիտեմ, ասում անգլերեն գիտես, ասում իհարկե գիտեմ, ասում իսկ իմանալուց զատ խոսել գիտես, ասում իհարկե գիտեմ, դե որ գիտեմ եւ որ հասկանամ, ուրեմն կարող եմ խոսել, ասում կարող ես բացատրել, ինչ են ուզում այս մարդիկ։ Մարտանը թարգմանում է, ասում է, պարոն հրամանատար, այս մարդիկ բողոքում են իրենց կարգավիճակից, ասում են հասկացանք, որ մենք գերի ենք, բայց օրենքներ կան, բան կան, մեզ նորմալ պահեք, մեզ ջուր տվեք, մեզ հաց տվեք, անձրև, քամի, հիվանդություններ։ Ու Հակոբ Մարտանն այստեղ հետաքրքիր մի արտահայտություն է անում, ասում է, գիտեք, պարոն նախագահ, գուցե եւ համիդական
Թուրքիայում, Օսմանյան կայսրությունում, այսպես ասած, Համիդյան, գուցեև նորմալ էր մարդկանց հետ այսպես վարվելը, բայց դեմոկրատական արժեքների ձգտող ժամանակակից Թուրքիային վայել չէ այսպիսի բաներ անելը 18-19 տարեկան երեխա Մուստաֆա Քեմալն ասում է, տղա ջան, դու քանի տարեկան ես, ինչ դեմոկրատիա, ինչ բան, ինչի մասին ախոս, ինչ գիտես դու դեմոկրատիայի մասին։ Սրանից անցնում են շատ երկար տարիներ, մոտ 5 տարի, 23-24 թվականներ, երբ որ Մուստաֆա Քեմալն արդեն պիտի ստեղծեր Թուրքիայի Հանրապետությունը, 23 թվականի կարծեմ հոկտեմբերի 29-ն է նրանց տոնը, եթե չեմ սխալվում, ամիսը կարող եմ շփոթել կամ օրը, եւ Մուստաֆա Քեմալը հիշում է այդ զինվորին, ասում է գտեք բերեք այդ տղային, այսպես անուն ազգանունով մի մարդ կար, մի երիտասարդ կար, զինվոր, ես նրան հանդիպել եմ Եգիպտոսում, արաբական այդ ռազմաճակատում, գտեք բերեք նրան։ Փնտրում են, Հակոբին գտնում են Բուլղարիայում, Հակոբը Բուլղարիայում լուրջ հայամետ գործունեություն էր ծավալում, հայկական թերթեր, հայկական հոդվածներ, հայկական գրքեր, լեզվաբաններ Հակոբը։ Եվ նամակ են ուղղում նրան Մուստաֆա Քեմալից, որ այսպես դու պիտի վերադառնաս Անկարա, Անկարան այն ժամանակ նոր դարձել էր մայրաքաղաք։ Պիտի վերադառնաս Անկարա եւ պիտի ստանձնես այսինչ աշխատանքը, այսինքն դու պիտի ինձ համար ստեղծես նոր այբուբեն։ Հակոբ Մարթանը հրաժարվում է։ Տիկնայք եւ պարոնայք հոդվածագիրներ եւ հոդված կարդացողներ։ Հրաժարվում է եւ ասում եմ դու իմ հրամանատարն ես եղել 5 տարի առաջ, ընդհանրենք, չգիտեմ, ես զինվոր եմ եղել, ես հիմա զինվոր չեմ, դու էլ իմ հրամանատարը չես, ես ինչ մի հրամաններ։ Երկրորդ անգամ Մուստաֆա Քեմալը նրան նորից նամակ է ուղարկում եւ ասում է. լսիր, Հակոբ, ես քեզ խոստանում եմ, որ ընդամենը 1-2 տարի մաքսիմում, ամենաշատը 2 տարում հայրենը ոտնատակ կտան ողջ Թուրքիայում, որևէ մանկապարտեզ, որևէ դպրոց, հայերեն խոսող չի լինելու։ Հայոց լեզուն ես ուղղակի ոտնատակ կտամ այս Թուրքիայում, եթե չհամաձայնես այս ամենին։ Հակոբ Մարթանի մասին ես չգիտեմ որ երրորդ գրքում էր, այս պահին իհարկե չեմ հիշում, կարծեմ էլի երրորդ գրքում է, եթե չեմ սխալվում, հա, ճանապարհ դեպի գրքում։ Բացեք, կարդացեք Հակոբ Մարթանը ինչպես է նկարագրում հայոց լեզուն եւ ինչպես այսպես մեղայականով ներողություն խնդրում հայոց լեզվից ու իր ժողովրդից։ Ինչի համար էր ներողություն խնդրում այս մարդը, ներողություն խնդրելու կարիք չուներ այս մարդը։ Այս մարդուն ես նույնիսկ Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչում կտայի Նիկոլայ Ռիժկովի փոխարեն։ Դուք չեք պատկերացնում որևէ հայ գրող, որևէ հայ մտավորական ժամանակակից կամ չգիտեմ այսպես, ում որ ես ճանաչում եմ, ում մասին մենք որ գիտենք, ամենայն հարգանքով, որևէ մեկի շուրթերից ես չեմ լսել նման գեղեցիկ արտահայտություն հայրենի մասին։ Հակոբ Մարթանը ոնց է նկարագրում հայրենը, թե ինչ լեզու է հայրենը եւ ասում է ես վատ ժամանակում, վատ տեղում հայտնվեցի ներիր ինձ։ Հայոց լեզվից է ներողություն խնդրում, ինչի համար, բայց Հակոբ Մարթանը կարողացավ փրկել այդ լեզուն, որովհետև այդ նամակը կարդալուց հետո նա եկավ Անկարա եւ Մուստաֆա Քեմալին ասաց. «Պարոն, ես կանեմ քո խնդրանքը, բայց հակադարձ խնդրանքն ունեմ, դու պիտի ձեռք չտաս հայրենին, մոտ չգնաս, չկպնես իմ լեզվին, ես քո այբուբենը կստեղծեմ, կտամ քեզ, իմ լեզվին մատով չկպնես»։ Համաձայնության եկան։ Մարթայանը ստեղծեց այդ այբուբենը, տվեց, հետո արդեն Մուստաֆա Քեմալը նոր օրենք ընդունեց ազգանունների մասին, գիտեք, թուրքերը ազգանուն չունեին, մեկը բե էր, մեկը փաշա էր։ Այստեղ արդեն փոխադարձ այսպես փոխանակվեցին անուններով, Հակոբ Մարթայանը դարձավ Հակոբ Դիլաչար ըստ Աթաթուրքի առաջարկի եւ ըստ Հակոբ Մարթանի առաջարկի Մուստաֆա Քեմալը դարձավ Մուստաֆա Քեմալ Աթաթուրք եւ այդպես էլ եկավ մինչ օրս, բայց Հակոբի մահից հետո թուրքական աղբյուրները ուղակի 2-3 տար սղացնելով այսպես այդ անունը կրճատեցին, սարքեցին Հակոբ չեմ էլ հիշում, Հակոբ էլ չէր նույնիսկ։
Նրան հիմա չեն էլ հիշում, նրան չեն էլ հիշատակում, նրանց համար կարևոր չէ, բայց թուրքերեն Այբուբենի ստեղծումը դա Թուրքիայի պետականության հիմնաքարն էր, որը Հակոբը տվեց այդ մարդկանց, ոչ թե որովհետև Հակոբը թշնամի էր հայ ժողովրդին, այլ որովհետև Հակոբը հասկացավ, որ եթե Մուստաֆա Քեմալը կպավ հայերենին, ընդամենը 1-2 տարվա մեջ հայերեն խոսողները բոլորը կամ կկոտորվեն, կամ մահմեդականություն կընդունեն, իսկ այնտեղ 100,000-ավոր մարդիկ էին մնացել ցեղասպանությունից հետո որբեր։ Հավասի կարդացեք, սիրելի ժողովուրդ, կարդացեք մեր 4-րդ գիրքը, Մշուշոտ ճակատագրերի երգը, հայուհիների մասին ինչեր են արել այդ կանայք Եղեռնից հետո, մնալով Ստամբուլում։ Հիմա երբ որ այդ մարդկանց անունները դուք լսեք, առաջին հերթին պիտի այոյեք, ասեք, գիտեք ինչ էսին մնաց ընդեղ, մնաց ընդեղ, բայց մնացին այս կանայք եւ այս կանայք գրում են ինչի համար են մնացել։ Միմյանց խորհուրդ են տալիս, ասում են գնացեք որփանոցներ։ Որփահավաք կար, որ կազմակերպել էր հայ առաքելական եկեղեցին իր ուժերով, հավաքել էր բոլոր որբերին մեկտեղում, այդ որբերի մեջ հայտնվել էին հույների երեխաներ, ասորիների երեխաներ, նույնիսկ թուրքերի երեխաներ, եւ այդ որփահավաքի ընթացքում հայ կանայք տիրություն արեցին ոչ միայն հայ որբերին, այլ նաեւ բոլոր այդ օտարազգի երեխաներին, որոնք պատահաբար կամ չգիտեմ ինչպես հայտնվել էին այդ որփահավաքի ցանկի մեջ, եւ աս կանայք միմյանց խորհուրդ են տալիս, ասում էին գնացեք որփանոցներ, նայեք այդ երեխեքի աչքերին, եթե մենք էլ թողնենք ու գնանք, եթե մենք էլ դուրս գանք այստեղից, այս երեխաները չեն ապրի, այս երեխաները կկոտորվեն ինչպես իրենց ծնողները, եթե այս մարդիկ իրենց կյանքի գնով չէին մնացել Ստամբուլում, Թուրքիայում կոնկրետ ցեղասպանությունից հետո, մենք այսօր չէինք ունենալու ժառանգներ այդ երկրում, ընդհանրապես չէինք ունենալու։ Եթե Մարտան Հակոբը չէր ստեղծել լատինատար թուրքերեն Այբուբենը, մենք այսօր լեզու չէինք ունենալու։ Այդ միլիոնին, միլիոն ու կեսին գումարվելու էր եւս 3-4 միլիոն, որոնք մի կերպ փրկվել էին, բայց մնացել էին այնտեղ գումարած որբեր, իսկ գիտեք այդ որբերի միջից ինչ երեխաներ դուրս եկան։ Ամբողջ աշխարհով մեկ, որոնցից շատերի անունները կան այս գրքերում։ Հոդված գրելուց հասկացեք ինչի համար եք գրում, ինչ եք ուզում դրանով ինչ հարց եք լուծում, ինչ ուղղություն եք տալիս ձեր ընթերցողին ձեր լայքերի համար, ախր ինչ լայքի մասին եք խոսքում, ես չեմ հասկանում, ինքնահաստատվողներ, նույն ընթերցողները, որ բացարձակ պատմությունից գլուխ չեն անում, բացարձակ չգիտեն իրենց գենային հիշողության մասին, հետո նստած Facebook-ների առաջ, այդ չգիտեմ, այդ մոնիտորների կամ հեռախոսների առաջ նայում են 4 տղա հետ եկավ, եկեք տեսնենք։ Այ ինչ քերի է դրանք հիմա չգիտեմ ինչ են այսպես։ Մի անգամից այդ կարծիքները կամ այդ տիկինը։ Էս ինչ հանցավոր հանցանք էր հիմա այս 4-ի դիմաց ինչ եք տալու։ Այսինքն մարդու կյանքը որպես գերագույն գլխավոր արժեք նվազեցնում են այն աստիճանի, որ մենք հարց տանք մեզ, ասենք, բա ինչի համար եք կռվում։ Ինչի համար ենք պատերազմում։ Տարածքի հողի։ Երբ որ ասում ես հող, դու ինչ ես հասկանում։ Ես կրկնում եմ, դու ցանկացած մեկը վաղվա օրը չգիտի։ Ապագան դա իլյուզիա է, ընդհանրապես իլյուզիա, մարդը չգիտի վաղը կա թե չկա, մարդը 1 րոպեն հետո չգիտի։ Այդ բառերը նախադասությունը, որ դուք հենց հիմա լսեցիք, այդ լսեցիք բառից հետո արդեն դարձյալ անցյալ։ Մարդն անընդհատ ապրում է անցյալում, անընդհատ է ապրում անցյալում։ Ներկան դա վարկյանի 100-որդական, միլիոնորդական մասն է, այսինքն բառը ասվեց ինքը դարձավ միանգամից անցյալ։ Եթե ուշադիր նայեք, վաղը չգիտի մարդը, իսկ այսօր ապրած ամեն վարկյանը 1 վարկյան անց դառնում է անցյալ, ստացվում է մարդն անընդհատ ապրում է անցյալում։ Ստացվում է, որ մարդն ապրում է անընդհատ իր հիշողություններում, անընդհատ իր հիշողություններում։ Հիմա ես մեր ժողովրդին ուզում եմ հարցնել, ընդամենը 91 թվականից, եթե հաշվենք անկախությունից մինչև այսօր 35 տարի արդեն, ընդամենը 35 տարվա պատմությունը դուք մեծամասնության կամ փոքրամասնության մասին չի խոսք, այստեղ կոնկրետ թվերի մասին չի խոսք, ամենայն հարգանքով, հա, խոսքն այն մարդկանց մասին է, որ անդադ հագադարձում են եւ սրանք շատ մեծ թիվ են կազմում։ Ընդամենը այդ 35 տարվա պատմությունը դուք չգիտեք։ Այն դեպքում, երբ որ դուք ապրել եք այդ շրջանում, բայց դուք ուզում եք հազարամյակների պատմությունը տալ աշխարհի երեսին,
այդ մահիճը ձեր դնել աշխարհի կենտրոնում եւ աշխարհին համոզել, որ ով չի համապատասխանում այս մահճին, մեր հետ ոչ մի կապ չունի։ Որովհետեւ մենք ենք եղել, որովհետեւ մեզնից է եղել ամեն բան, որովհետեւ մեզնով է եղել ամեն բան, որովհետեւ դեպի մեզ է ամեն բան։ Այս պաթոսի, այս գերադրական աստիճանը պաթոսը չխառնել ռոպագանդայի հետ։ Ռոպագանդան շատ լուրջ զորություն ունի, եթե դու ճիշտ դոզաներով այսպես կարողանում ես ներկայացնել, նույնիսկ պաթոսը մեծ զորություն ունի, եթե կարողանում ես ճիշտ ներկայացնել, ճիշտ դոզաներով տալ սիրելի ժողովուրդ։ 33 թվականին, երբ որ Հիտլերն եկավ իշխանության, երրորդ ռեխը, նորաստեղծ երրորդ ռեխը ոչինչ չուներ, բացարձակ ոչինչ չուներ։ Գերմանիան ինքն արդեն աղքատության մեջ էր առաջին աշխարհամարտից հետո։ Վերսալյան այդ պայմանագրով խայտառակ արվեց Գերմանիան, այդքան ռեպարացիաները դրեցին, այսքան թուրքեր, այսքան հարկեր, այսքան հողերը վերցրեցին ձեռքից, բանակից զրկեցին։ Ինչ որ ոստիկանական ուժեր էին, 1000-2000 հոգի մարդ կարող եք ունենալ, բայց դա բանակ չէ, 3-ից ավել տանկ չունենաք, սա չունենաք, սա խայտառակ իրավիճակ էր։ Գերմանացիները հերիք չի իրենք էին սովամալ լինում, նա էլ հազարներով, չգիտեմ ինչերով, այսպես թիվը չեմ կարող ասել, կարևոր չի, բայց մեծ հարկեր էին մուծում Եվրոպային, առավելապես Ֆրանսիային եւ Անգլիային, ահա թե ինչու Հիտլերի ամբողջ ուշադրությունը Անգլիային եւ Ֆրանսիային ստորացնելու վրա էր, նա ուզում էր պարզապես ստորացնել եւ այդպես էլ արեց Ֆրանսիայում։ Նույն այդ գնացքի վագոնի մեջ, որտեղ որ ստորագրվել էր Վերսալյան պայմանագիրը, նույն կերպ այդտեղ ֆրանսիացիները ստորագրեցին իրենց այսպես ասած կապիտուլյացիան եւ Հիտլերն այդտեղից դուրս եկավ այսպես գոհ, իբր վրեժը լուծեց եւ հետո այդ վագոնը ուղղակի այսպես ջարդուխուր դարեցին, վերացրեցին, բայց Հիտլերը նույն կերպ արեց, ասես ոնց որ իմ կառավարությունը ստորացրեցի, այս ինչ որ գնացքի վագոնի մեջ։ Հիմա եկեք մտեք այստեղ, հենց այստեղ ֆրանսիական այդ անտառում, եկեք մտեք այստեղ եւ ստորագրեք։ Դրանից հետո անցավ Եվրոպային։ Հիմա եկավ Իսրայել պետության ստեղծման օրը եւ հрьяաները մտածեցին, որ պետք է աշխատել սերնդի հետ։ Ոչ ոք արդեն չի խոսում դրա մասին, սիրելի ժողովուրդ, այդ միլիոններ, չգիտեմ, 5 միլիոն, 6 միլիոն, 7 միլիոն, սա կարևոր չի, ինձ համար կոնկրետ կարևոր չի ինձ համար։ Եղել են հազարավոր զոհեր, գերմանացիները, նացիստները խայտառակ անմարդկային մարդակերություններ են այլ աշխարհեցին, նույնն արել են ճապոնացիները, չինացիների հանդեպ, մողոլների հանդեպ, չգիտեմ, այսպես վայրենություններ, ինչ կարգի ասես ճապոնացիները եւ գերմանացիները, բայց այսօրվա ժամանակակից Եվրոպան նույնիսկ իր պատմությունից չի էլ ամաչում։ Չեն խոսում եվրոպացիները, ժամանակակից Հունգարիա, Բուլղարիա, Ռումինիա, Արավսլավիա, նույն չեխերը, Պրիբալտիկան, Մերձբալթյան հանրապետությունները։ Ամերիկացիները երբեք չեն խոստովան, երբեք չեն ասի, գիտեք ինչ փանոնայք, երրորդ ռեխի եւ անձամբ Ադոլֆ Հիտլերի գերագույն գլխավոր հովանավորներից մեկը Հենրի Ֆորդն էր, որին դուք այսօր այսպես ներկայացնում եք ոնց որ որպես, այսինքն այդ միլիոնավոր զոհերի մեջ հрьяաները դա շատ լավ գիտեին։ Հрьяաները շատ լավ գիտեին, որ շվեյցարական բանկերը, որտեղ շատ հрьяաներ էին նստած, հովանավորում էին երրորդ ռեխին։ Շվեյցարական բանկերը, էլ Շկոդա, էլ Պորշ, էլ չգիտեմ, այսպես Ռենոն ֆրանսիական։ Հետաքրքիր է, որ Պեժոն չհանձնվեց, չցանկացավ Հիտլերի համար աշխատել եւ նույնիսկ Պեժոյի գործանում այդպես մեծ սաբոտաժ արեցին, պայթեցրեցին այդ ամեն ինչը։ Ուզում եմ ասել, այդ բոլոր Չեխերն այնպես էին հարմարվել Հիտլերին, փաստացի գրավել էր Չեխոսլովակիան, ընդհանրապես Սուդետների մարզը վերցեց, հա, Ավստրիայից հետո, բայց հետո արդեն երբ որ մտավ Եվրոպա, ամբողջովին օկուպացրեց, այնտեղ ինչ որ կարող էր Ստալինը օկուպացրեց, հա, հետո եկավ Պոցդամի արդեն այդ համաժողովը, Պոցդամում չէ, ներողություն, դեռևս Յալտայում էին որոշել, որ պատերազմի հաղթելուց հետո պետք է Եվրոպային անկախ դիրքորոշում թողնել եվրոպական այդ երկրներին, բայց Ստալինը իհարկե երկու ոտքով անցավ Յալտայի այդ
պայմանագրի հոդվածների վրա եւ ուղղակի սովետականացրեց եվրոպական այդ ճամբարը, ինչի համար էլ Չերչիլը եւ ամերիկացիները մտածեցին, ասեցին, տես, մարդը չի պահում իր խոսքը, Չերչիլն ասում էր, եկեք հարցակվենք, արդեն ասացի, հա, պատերազմից հետո հարցակվենք Ստալինի վրա, սովետական միության վրա, քանի դեռ ամբողջ աշխարհը սովետական չի դարձել։ Հիմա այստեղ Գոլդա Մայերն էս ասես, չգիտեմ ինչ ասես, տղաները հետ եկան սիրելի ժողովուրդ, ես անձամբ ես չեմ էլ կարողանում պատկերացնել այդ մարդկանց հարազատների սրտի թրթիռը, ես չեմ կարող պատկերացնել այդ մարդկանց, ինչեր են կրել այդ մարդիկ այս 5 տարիների ընթացքում, կվերականգնվեն թե չեն վերականգնվի, ինչ հոգեբանական, բարոյական կոտրվածքներ, տրավմաներ, որ չեն էլ դզվելու, գուցե եւ այդպես էլ չվերականգնվեն այդ մարդկանց այդ տրավմաները, ոչ թե ֆիզիկական, այլ բարոյահոգեբանական այդ տրավմաները, չեմ էլ պատկերացնում եւ այդ մարդկանց ոտք դնելու հետ միասին դու կանգնես ասես լավ, բայց մարդկանց բեցի բայմա ինչ ես տալու, առանց հարցնելու լավ արժեքը եւ գինը մենք հասկանում ենք թե չէ, մենք խոսում ենք գնից թե խոսում ենք արժեքից, կրկնում եմ, եթե մի բանի համար կարելի է գին որոշել, արդեն արժեք չունի այդ ամեն ինչը, իսկ այն ինչ որ արժեք ունի, չի կարելի դրա մասին խոսել գնային ինչ որ պայմաններով, իսկ գերագույն գլխավոր արժեքը երկնքում եւ երկրի վրա մարդն է, առանց մարդու ցանկացած պետություն դառնում է ընդամենը տարածք, դառնում է անապատ, իսկ մարդը երբ որ մտնում է այդ պետության մեջ եւ ապրում է 100-ամյակներով, 1000-ամյակներով, ինչպես արդեն ասացի, հա, երբ որ ասում են պետություն, ճանաչում ենք ոչ թե սահմաններ իրավական այսպես, հա, թեև այդպես է փաստացի ամրագրված, ինչ է նշանակում պետություն, երկիր, տարածք, որն ունի սահմաններ, բայց գլոբալ իմաստով պետությունն են մարդիկ են, ովքեր ապրում են այդտեղ եւ ովքեր ստեղծել են այն մշակույթը, ովքեր դավանում են այն մշակույթը, ովքեր ապրում են իրենց հիշողություններով, որովհետեւ կրկնում եմ, մարդը չունի ապագա, այսպես կարծիք չի կարող ունենալ, մարդը կարող ընդհանրապես ենթադրել իր վաղվա մասին։ Իսկ ներկան ընդամենը կես վայրկյան անց, 1 վայրկյան անց դառնում է ապագա, մարդն անդադանցում է, ապրում է անցյալում եւ ապրում է իր հիշողությունների վրա կազմված այդ մեխանիզմով, այսինքն մենք կռվում ենք մեր հիշողությունների համար, մենք կռվում ենք մեր պապերի գեների համար, մենք կռվում ենք դաստիարակության համար, երգերի համար, բարուրի համար, օրորոցի համար, երբ որ ասում են գերեզմանների համար ոչ մեկ կռիվ չի տալիս։ Գերեզմաններն այսօր կան, վաղը չկան ֆիզիկական իմաստով, հա, հողը կարող է գալ, քամին կարող է գալ, ջրտը սրբել տանել, չգիտեմ։ Երբ որ ասում են գերեզմաններ, խոսում են հիշողությունների մասին, ոչ թե քարերի մասին։ Այսինքն գերեզմաններ, որտեղ հիշողությունն է այդ հողը պահում, որտեղ ապրել են իմ պապերը, որտեղ ապրել է իմ հայրը, որտեղ ապրել է իմ պապը, որտեղ ապրել է իմ տատը, որտեղ իմ տատս ես 2-3 տարեկանից այս հիշողություններ, երբ որ մարդը սկսում է վերականգնել, ինքը հասկանում է, որ ինքը հասել է 50-60 տարեկան եւ դարձել է հիշողություններից կազմված puzzle։ Եվ այդ puzzle-ից երբ որ դու կտորներ ես փոկում, այդ մարդը կտոր սկսում է քանդվել։ Իսկ երբ որ այդ puzzle-ից անդադ կտորներ ես տանում, ասում ես սա մարդը դառնում է կիսատ մի բան, այս դեպքում պետություն պահելն արդեն անիմաստ է նույնիսկ սրա մասին խոսելը, որովհետև չկա մարդ, չկա պետություն։ Իսկ չկա մարդ, երբ որ մարդուց վերցնում ես հիշողությունները։ Գիտես, գիտեք, ժամանակակից, այսպես համակարգչային տեխնիկայի լեզվով ասած, այդ ռեստարտ ես փորձում անել մարդուն։ Զրոյացնենք մի հատ, վաղն առավոտյան վեր կենա, զրոյից կապրես, այդ մարդն ասում է, զրոյից ոնց կարող եմ ապրել, ոնց կարող եմ զրոյից ապրել, պատկերացրեք մարդն առավոտյան արթնանում է եւ ոչ մի հիշողություն չունի, մարդը ապրելու իմաստն ասեք, ոչ մի հիշողություն չի մնացել, վերցրել ես այդ մարդու, զրոյացրել ես այդ մարդու հիշողությունները, պետությունը հիշողությունն է, մշակույթը հիշողությունն է, կռիվը, պայքարը, իմաստ է, ամեն ինչի հիշողությունն է, այսինքն մարդն իր հիշողությունների վրա գալիս է այդ գենետիկ, այդ սերնդափոխությունը, այսպես գալիս է տոհմածառն է իր նայում, իր տոհմածառն է հիշում, այս տղեկ ես կյանքը տվեցին, այստեղ սենց արեցին, այստեղ սա կռվեց, այստեղ սա տվեց, այս բարձունքում այս տղուն կորցրեցին, այստեղ տղեկով նստած իրար հետ ուտում էինք, խմում էինք, այստեղ այս աղջկան հանդիպեց, այս ամեն ինչը հիշողություններ են։ Հիշողություններ։ Հետո այդ ամեն ինչ հիշողությունները ամրագրում են քարտեզով, արդեն իրավական,
Գծում են սահմաններ եւ ասում են մենք ունենք պետություն։ Պետություն սա իրավական առումով, բայց առանց հիշողության դու չես կարող պետություն ունենալ, այդ տարածքը երկար չես կարող պահել։ Եթե դու քո գենետիկ հիշողությանը տեր չկանգնես, այդ տարածքը քեզ երկար չի, չես կարող, ուղղակի չես կարող պահել, որովհետև քեզ պիտի համոզեն, որ ոչ մի բանի համար իմաստ չկա սա պահելու, որովհետև քո հիշողությունը արդեն չկա, առավոտ վեր ես կացել զրոյական հիշողություն, ասում ես ինչի համար պիտի պահվի սա։ Հիշողությունը մարդու գերագույն գլխավոր այդ առանցքն է, որի վրա մարդը հիմնվում է։ Ցանկացած կռիվ, ցանկացած պատերազմ, իհարկե Աստված հեռու տանի պատերազմներից, բայց մարդիկ երբ որ պատերազում են, երբ որ վիճում են, երբ որ ուրախանում են, երբ որ տխրում են, ամեն ինչի մեջ հիշողություն կա։ Հիմա ես ընդհանրապես փորձել եմ այս 2-2.5 տարվա մեջ այդ գենետիկ հիշողությունը վերականգնել։ Ճուղ առ ճուղ խոսել են տոհմածառի մասին, որից դուք տեղյակ չեք։ Երբ որ մեկու մեջ հանկարծ այստեղից կամ այնտեղից պատահական կարիերիստներից, որոնք լայքեր են ընդհանրապես հավաքում թե ռիլներով, այդ ժամանակակից կենցաղային լեզվով եմ ասում, նույնիսկ հայերեն տարբերակը չգիտեմ այդ ռիլի ինչ է դա։ Երբ որ մարդու մասին են խոսում, այնպեսի տոնով են խոսում, իբր գիտեք, որ մենք չլինենք, տեսեք էլի հայերը, էլի ժողովուրդ։ Սա էլ է խոսում այդ փոքր ազգի կոմպլեքսի մասին, սա էլ է խոսում այդ մոնոմշակույթ կոմպլեքսի մասին, որ մարդիկ այնքան քիչ են կարտացել։ Մարդիկ այնքան քիչ են տեղյակ, որ աշխարհերին ինչ ազգեր կան, այդ ազգերն ում են տվել, ինչեր են տվել ու երբեք չեն գոռում դրա մասին, խոսքը սրա մասին չէր։ Այդ պաթոսը եւ պրոպագանդան պետք էր ճիշտ ուղղորդել։ Ոչ թե երրորդ ռեյխի պես ուղղորդել այդ ամեն ինչը, որ առանց ոչ մի բան ունենալու, առանց ոչ մի բան ունենալու։ Պաուլ Յոզեֆ Գեբելսը համոզեց գերմանացիներին, որ մենք ամեն ինչ էլ ունենք, չմտածեք։ Ինչ Եվրոպա սովետական միությունն էլ ոտքի տակ կտանք այդ պրոպագանդան։ Այդ պրոպագանդան 50 միլիոն մարդու կյանք խլեց երկրորդ աշխարհամարտում։ Բայց պրոպագանդան, եթե ճիշտ ուղղության վրա դնես, այդ պրոպագանդան կարող է լրիվ հակառակ էֆեկտի տալ, այսինքն ընկած մարդուն բարձրացնել, ընկած ժողովուրդներին բարձրացնել։ Այդ պրոպագանդան հենց այդ գենետիկ հիշողությունը, երբ որ մարդու թևը մտնում ես, ասում ես ինչ ես ծնկի եկել։ Ում առաջ ես ծնկի եկել։ Քեզ նայում ես մարդուն նայ։ Այս մարդն ասում նայում եմ ինձ ու ոչինչ չեմ տեսնում, որովհետև հիշողությունը տարել է քեզնից։ Որովհետև դու չես կարդում, որովհետև դու ծանոթ չես քո հիշողությանը։ Քո հիշողությունը զրոյացրել են, քեզ ռեստարտ են արել, դու ծանոթ չես, դու ինչեր ես տվել, ում ես տվել, ինչու ես տվել, ոչ մի անգամ չես հարցրել ինչու աշխարհերին ամենտեղ հնարավոր էր իմ տանը, իմ ժողովրդի հետ հնարավոր չէր։ Անդադ կասես հայրենիքի համար ինչ են արել, այս սա էլ է գիտության մի մասնիկը։ Անդադ փորձում ես ասում ես, պարոն, ինչ պիտի անել այս մարդ հայրենիքի համար, երբ որ այս մարդը ծնվեց ԱՄՆ-ում, երբ որ այս մարդը 6 ամսական էր, որ Եղեռնից հետո մի կերպ փրկվելով հասան ԱՄՆ, այս մարդը ԱՄՆ տվեց այս մարդուն այս հնարավորությունները, աշխատեց, ստեղծագործեց, եկավ հասավ ստեղ։ Ինչ պիտի աներ հայրենիքի համար, եթե նույնիսկ հայրենիքի տեղն էլ չգիտեր։ Քանի անգամ լսել են, քանի անգամ ասել են, բայց այդ երկրները այդ մարդկանց պահեցին, հնարավորություն տվեցին, նույնիսկ Ռուսաստանը, ինչ կանել ուզում եք, ինչ ուզում եք ասեք, նույնիսկ բոլշևիկները, նույնիսկ սովետական միությունը, նույնիսկ ցարական Ռուսաստանը։ Բայց նայում ես Հայաստանին, ասում ես լավ, բա այսպիսի հիշողություն ունենալով, որից դուք տեղյակ չեք, այսպիսի հիշողություն, սա դեռ ընդհանրապես մի քանի տոկոսն է։ Այսպիսի հիշողություն ունենալով դու այդ ամբողջ հիշողությունը կորցրել ես։ Հիմա ծնկի ես եկել այդ հարևանների դռներին հերթով էսպես ծիծում ես, ասում ես տենանք այս մարդը վերևի հարևանը մեզ կպայի, տակի հարևանը, կողքի հարևանը, որ հարևանն է ավելի ուժեղ, որ մեկի կողմը գնանք, ինչպես ասում էր ֆիլմի հայտնի հերոսը, այն մարդու մենք պիտի Իվանի պոչը բռնենք։ Բայց Իվանն էլ շատ լավ գիտի, որ երբ որ դու քո հիշողությունը վերականգնես, դու կհասկանաս, որ քո ժողովուրդն այդ Իվանի համար այնքան են արել։ Եվ այդ Իվանը ոչ մի անգամ չի գնահատել այդ ամեն ինչը։ Ոչ միայն Իվանը, Ջոնիկն էլ։ Ոչ միայն Ջոնիկ են կողքի հարևաններն էլ։ Եվ պարտավորել չէին, գիտեք, աշխարհը տպավորություն է հայրի մոտ, թե աշխարհն իրենց պարտք է, ոչ, էլի ժողովուրդ մենք ենք մեզ պարտք։ Ես էլի եմ ասում աշխարհերին բոլոր ազգերը տվել են մարդկանց, այնպիսի մարդկանց, որոնց մասին նույնիսկ չեն էլ ճճում, անուններ չեն տալիս։
պետք է ընդհանրապես այդ գենետիկ հիշողությունը դուրս բերել, վերականգնել, ինչ ես փորձում եմ անել, այդ ծնկի եկած ժողովրդին մտնել թևն, ասել՝ «Պարոն, վեր կաց»։ Երբ որ վեր կենա նրան պատմես, սրա մասին ու ասես՝ «Գնա պատմի երեխուդ»։ Գնա պատմի երեխուդ նշանակում է գնա ոչ թե 40-50 տարեկան մարդկանց հետ կռիվ պատերազմ տուր, որ անիմաստ է, այլ գնա մանկապարտեզ կառուցիր եւ մանկապարտեզում հիմնիր պետական մտածելակերպի մեխանիզմ։ Ինչպես անել, որ երեխան մանկապարտեզից մինչև իսկ դպրոց գնալը 2, 3, 4, 5, 6 տարեկանում արդեն իսկ այդ փոքրիկ հիմքեր ունենա։ Ինչպես անում են ճապոնացիները, իսկ ճապոնացիները հասկացել են, որ առաջին հիմքը դու չես կարող մանկապարտեզում խոսել պետության ռոպագանդայի կամ չգիտեմ պաթոսի մասին կամ չես կարող։ Ճապոնացիները հասկացել են, որ պետք է մինչև դպրոց ուղարկելը, մինչև կրթություն եւ գիտելիք տալը պետք է մարդկանց դաստիարակել։ Ինչպես դաստիարակել, սովորեցնել միմյանց զիջել եւ լսել, ինչը արվում է ճապոնական մանկապարտեզներում, սովորեցնում են երեխաներին, որ պետք է իրար զիջել եւ պետք է լսել եւ պետք է անպայման քո աղբը հավաքես քո հետևից, որովհետեւ ոչ մեկ պարտավոր չի քո թափածը քո հետևից հավաքել։ Ճապոնիայի դպրոցներում նույնիսկ հավաքարաններ չեն աշխատում, երեխաներն ամեն ինչ անում են իրենք։ Ամեն մեկն իր դասաները մաքրում է, սա դաստիարակություն է։ Այս ամեն ինչը թողում ենք մի կողմ, սա չենք անցնում։ Գալիս ենք դպրոցում ինչ-որ տառաճանաչություն, հասկացանք, արդյոք հայերեն են գրում, հայերեն են խոսում։ Շատերը հասնում են բուհեր, ընդունվում են, ով ֆիզիկայից հիանալի գիտություններ, քիմիայից հիանալի գիտելիքներ, այսպես, մտավորականներ են սկսում դառնալ, ասում են մարդը մտավորական, ասում ես ինչու է մտավորական։ Ասում են, որովհետև համալսարան ավարտել։ Ես կոշկակար գիտեմ մտավորական եւ առնվազն 30 պրոֆեսորի անուն կարող եմ տալ բացարձակ տագետ։ 7 համալսարան ավարտած տագետների անուններ կարող եմ տալ ձեզ։ Որևէ համալսարան չավարտած մտավորականի անուն կարող եմ տալ ձեզ։ Գիտելիքի մասին չի խոսքը, պարոնայք։ Google-ը ձեզնից բոլորից հետ շատ գիտելիքներ ունի։ Այն այսօրվա ինչ են ասում այդ ժամանակակից chat GPT AB-ն ասում, ինչ են ասում։ Բոլորը ինչ հարցած կպատասխանի, բայց դա հոգի չունի, այդ մարդը հիշողություն չունի, դա տեխնիկա է։ Հոսանքից անջատես ձենը կկտրվի։ Բայց ինչով եք տարբերվում դուք։ Ինչի համար ենք մենք պատերազմում, ինչի համար ենք կռվում։ Ինչի համար ենք ուրախանում ամեն տղու վերադարձի համար, որովհետև մի հոգի էլ է եկավ։ Մի ընտանիք ավելացավ, ոչ թե պակասեց։ Շնորհակալ եմ բոլոր adekvat մարդկանց, շնորհակալ եմ բոլոր նրանց, որ այս ընթացքում անդադ մեր կողքին են, անդադ մեր հետ են։ Մենք կհանդիպենք էլի եթերում, կխոսենք տարբեր թեմաներից, կխոսենք տարբեր մարդկանց մասին, մինչև որ էլի կրկնում եմ առաջն Աստված, Աստծո ողորմությամբ եւ նրա կամքով գարնանը թերևս կհանդիպենք արդեն 5-րդ գրքի շնորհանդեսին, անփորձանք մնացեք եւ ավելանանք ու չպակասենք։ Ստեսություն։